Կառավարության հատկացրած գումարը Շիրակի մարզն այս տարի ևս քոռոփուչ չի անի, նախորդի նման կօգտագործի նպատակային եւ տեղին երրորդ 1 միլիարդ 320 միլիոն դրամի շրջանակներում աշխատանքներ կիրականացվեն 43 օբյեկտներում, ծրագիրը կներգրավի 30 համայնք։ Այս ծրագիրը նրանով է տարբերվում նախորդներից, որ նաեւ կան համաֆինանսավորվող մեծ օբյեկտներ, դրանք Ազատանի մանկապարտեզն է, Հոռոմի միջնակարգ դպրոցի հիմնանորոգումը, Ազատանի մանկապարտեզի զերոյիչ շինարարություններ եւ Մարալիկ քաղաքի հիվանդանոցի հիմնանորոգումը։ Դրանք մեծ ծրագրեր են եւ համաֆինանսավորմամբ են իրականացվելու Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի հետ համատեղ։ Գումարի որոշակի մաս կտրամադրվի նաեւ մի քանի համայնքներում ճանապարհաշինության, դպրոցների մասնակի եւ ընդհանուր հիմնանորոգման, դպրոցների ու նախակրթարանների ջեռուցման համակարգերի անցկացման, գազաֆիկացման աշխատանքների իրականացման համար։ Տեսնում ես, որ ճանապարհը ցարկեցիք, դեռ ինչ է եղել։ Տեսնում ես, կամաց պատրաստում ենք, այսօր ճանապարհն ենք սարքում։ Առաջի մարզպետն է, որ իր խոսքը գործ է վերած է ու վերջապես գյուղը կունենա բարեկարգ ճանապարհ։ Ես սարսափելի ճանապարհ է։ Մեքենայով գնացողը գլուխ կուտար մեքենայի մեջ պատերին։ Մարզպետի խոսքը ժամանակին լսողն այսօր գործին հավատացողը Վարդաքարի համայնքապետն է, այստեղ 52 միլիոն դրամի շրջանակներում հանրապետական նշանակության ճանապարհահատված է նորոգվում։ 8-ից 10 տեխնիկա աշխատում, 15 բանվոր, նորմալ աշխատում են ժողովուրդը։ Գրեթե նույն երկարությամբ, բայց նշանակությամբ գյուղամիջյան մեկ ճանապարհահատված էլ նորոգ կլինի Սառնախբյուրում աշխատանքները այստեղ իրականացնում է Ախուրյան ճանշինը։ Նախատեսված է 4300 քառակուսի մետր ասֆալտապատում իրականացնել, շինարարի կողմից իրականացվել է 4500 քառակուսի մետր ասֆալտապատման աշխատանքներ, նաև եկեղեցու դիմացի հատվածն է ասֆալտապատում։ Սառնախբյուրը հանդիսանում է տուրիստական վայր, բազմաթիվ տուրիստներ են այցելում եւ իրոք հրատապ էր, որ այս ճանապարհը կառուցվեր։ Առաջին ժամանակ, երբ որ մեքենաները գալիս գյուղը փոշմանում են, որ գալիս են, իսկ հիմի սենց խշալով գալիս են եւ եկեղեցի են գնում եւ մոմ են վառում։ 1 միլիարդ 320 միլիոն դրամի շրջանակներում Շիրակի մարզում նախատեսվում է նաև մի շարք համայնքներում նորոգել համայնքային կենտրոններ, մշակութային տներ։ 32 միլիոն դրամ է հատկացվել Արտիկի երաժշտական դպրոցը պատկառելի տեսքի բերելու համար։ Աշոտ Գիզիրյանը այստեղ սովորող երեխաներին շատ լավ է հիշում։ Ռոժավինն է կասկածը։ Տեսա ինչ վիճակ է, որ երեխաներն են հիշում մասխորհրդի ժամանակ բացման ընթացքում երեխաները երգեցին, մենք էլ պարգևատրում արեցինք։ Դրամայը փողը դրեցինք։ Արդեն ավարտական փուլում է 12 միլիոն նախահաշվային եւ 600 մետր քառակուսի մակերես ընդգրկող Անուշավան համայնքի մշակույթի տան կտուրի շին աշխատանքները։ Այնքան տեսնում ես, այն քարերը ջարդված։ Դնենք տեղերը կամրացնեք կվերանորոգի։ Ու առաջի արգի բոլոր պատուհաններն դեռներն է հետո։ Բասի պատուհանները մենք նայենք փոխում սա էլ ամբողջ սաղ շենքի ներքևը 130 քառակուսի մետր։ Քարերը տեղերը կդրվեն ու մյուս բացերը կլրացվեն մանթաշներ ու մեծ ու փոքր մանթաշներին էլ է կառավարության տված գումարից բաժին հասել։ Մեծ մանթաշում համայնքային կենտրոն է կառուցվում, փոքրում մանկապարտեզ, երկուսում էլ շին աշխատանքները կավարտվեն մինչ օգոստոս։ Յուրաքանչյուր համայնքի 13 միլիոն դրամ է հատկացված։ Պեմզաշեն եւ Ախուրյան համայնքներում տանիքներ են նորոգվում։ Նախորդ տարի ծրագրում Պեմզաշենի 6 տանիք է ներառնվել, այս տարի դրանց թիվը 4-ն է։ Ոչ թե կարևորը, շատ կարևոր է այս մարդկանց համար, ինչ որ մենք այս բանվորական ավանին նորից շունչ տանք երիտասարդացնենք։ Ախուրյանում երկու բազմաբնակարան կարող է գալիք աշնանապաշտ ճակատով կանգնել անձրևի տակ, պետության գումարը նրանց գլխին անցակ տանիք կապահովի։ Բենյամինում եւս աշխատանքներ են իրականացվում 24 միլիոն դրամի շրջանակներում միջնակարգ դպրոցի ջեռուցան համակարգն է անցկացվում։ Արմեն Նոհիմնասյան, Արակ Յուրախյան, Ազդարար։